Այս ցուցանտեսի նպատակներն են Իրան-Հայաստան գործարար գաբերի խթանումը, Հայաստանի տնտեսական ներուժի ներկայացումը Իրանյան հանրության եւ գործարար շրջանակներում, ներդրումային ծրագրերու քննարկումը, ինչպես նաև Հայաստանի ներկայացումը որպես հարթակ դեպի նոր շուկաներ։ Հաճելի է տեսնել, որ մենք սկսել էինք մեր ակնկալիքը սկզբում եղել էր 50 ընկերություն ներառել, սակայն այսօր արդեն ունենք 70-ից ավել ընկերություններ տարբեր ոլորտներից եւ կուզենայի ասել, որ դեռ ընդունում ենք հայտեր մինչեւ սեպտեմբեր 20-ը կարող եք մեզ մոտենալ info.am հասցեով եւ նաեւ մեր այդ դերակցությունը նշվել է մեր հաղորդակցությունում։ Նաեւ կուզենայի նշել, որ այստեղ նաեւ մենք մեծ մասնակցություն ենք ունենում Սիրիա-հայ գործարարների ընկերությունների կողմից ունենք 10 ընկերություն արդեն, որոնք մասնակցելու են Թեհրանի ցուցահանդեսին եւ այդ ուղղությամբ Հայաստանի զարգացման հիմնադրամը մեծ ուշադրություն է դարձնում եւ մենք իրենց դրամատրում ենք տարածքներ անվճար։ Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Իրանի Իսլամական Հանրապետության հետ թե քաղաքական եւ թե տնտեսական հարաբերությունների խորացումը եւ արդյունավետ եւ փոխշահավետ համագործակցությունը։ Ես այդ ցուցահանդեսը կազմակերպում է երկու երկրների փոխադարձ համաձայնությամբ եւ պայմանավորությունների հիման վրա։ Տեղի է ունենալու 2016 թվականի հոկտեմբերի 5-ից 8 ընկճամանակահատվածում եւ Թեհրան քաղաքում։ Իրանի Իսլամական Հանրապետությունը հայկական ապրանքների ցուցադրության համար Թեհրանի ցուցահանդեսների միջազգային համալիրում հատկացրել է անվճար հիմունքներով Հայաստանի Հանրապետությանը հատկացրել է 1000 քառակուսի մետր տարածք, որտեղ ցուցադրվեն հայկական ապրանքները։ Դրա դիմաց հայկական կողմը պարտավորվել է 2017 թվականին համարժեք տարածք հատկացնել նաև իրանական կողմին իրենց ապրանքները Հայաստանի Հանրապետություն ցուցադրելու համար։ Այդ ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն մեղագործական, սննդի, ճարտարագիտական, շինարարական, թեթևարդյունաբերության եւ այլ ոլորտների 70-ից ավելի ընկերությունների ապրանքներ եւ ծառայություններ։ Մի քանի ես կուզենայի ընդգծեի գործոններ, որոնք ես պայծրությամբ իրոք շատ կարևոր են սարքում հայկական ապրանքի ներկայացումը Իրանում։ Նախ ասեմ, որ իրոք այս միջոցառման կազմակերպման համար արդեն արտաքին գործերի նախարարությունը որպես նաև տնտեսական դիվանագիտության իրականացման գործիք մեր դեսպանատան միջոցով, այսինքն Իրանում մեր դեսպանատան միջոցով աջակցեց եւ փորձեց կազմակերպել, այսինքն աջակցեց այս ցուցահանդեսի կազմակերպմանը։ Սա շատ կարևոր է առաջինը հենց դեսպանատների ակտիվացման տեսանկյունից տնտեսական բաղադրիչի մասով։ Սա մեկ։ Երկրորդը գիտեք, որ Իրանի վրայից վերջերս հանվել են այն պատժամիջոցները, որոնք կիրառվում էին, ինչը միանշանակ արդեն ժամանակ երամայական է սարքում, որ մենք ել ավելի ակտիվացնենք մեր հարաբերությունները մեր հարևան երկրի հետ։ Մենք կարող ենք ցույց տալ մեր հայկական արտահանման ներուժը, մեր արտադրական ներուժը իրանական ընկերություններին։ Եվ ուրախալի է, որ հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցում են 70-ից ավել ընկերություններ։ Դա մեկ անգամ ևս վկայում է այն մասին, որ հետաքրքրությունը մեր ընկերությունների կողմից բավականին մեծ է։